Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է 6 շրջաններում ուկրաինական 20 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Գերատեսչության տվյալներով 8 անօդաչու թռչող խոցվել է Բրյանսկի շրջանում, 4-ը Բելգորոդի, 3-ը Կուրսկի, 2-ական Սմոլենսկի եւ Օրելի շրջաններում, եւս 1-ը Կալուգայի շրջանում։ Ուկրաինական կողմը դեռ չի մեկնաբանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկի մարզի Վերոլյուբովկա գյուղի գնդակոծության հետևանքով զոհվել է կազմակերպության 3 աշխատակից, եւս 2-ը վիրավորվել։ Ռուսաստանի եւս 1 պատերազմական հանցագործություն օկուպանտը այսօր Դոնեցկի մարզում հարձակվել է միջազգային Կարմիր խաչի կոմիտեի մարդասիրական առաքելության մեքենաների վրա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ Կարմիր խաչը վառելիքի բրիկետներ էր բերել գյուղի բնակիչներին ձմռանը տաքանալու համար եւ հրետակոծության տակ ընկել օգնությունը բեռնաթափելու ժամանակ։ Ռուս զինվորականները չեն մեկնաբանել հումանիտար առաքելության բեռնատարների վրա հարձակման մասին Ուկրաինայի իշխանությունների հաղորդագրությունները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հրաժարվում է մասնակցել նախագահի դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսի հետ երկրորդ հեռուստաբանավեճին։ Իր ստեղծած սոցիալական թերթ Social հարթակում Թրամփը մասնավորապես գրել է. «Երրորդ բանավեճ չի լինի», վկայակոչելով հարցման արդյունքները, լրատվամիջոցները նշում են, որ հեռուստադիտողների մեծամասնությունը Հարիսին համարում է սեպտեմբերի 10-ի հեռուստաբանավեճի հաղթող։ Ըստ Nielsen Research Center-ի բանավեճին հետևել է 67 միլիոն ամերիկացի հեռուստադիտող։ Բանավեճի ավարտից անմիջապես հետո Հարիսը հայտարարել է Թրամփի հետ եւս 1 բանավեճ ունենալու պատրաստակամության մասին։ Ռուս-իրանական բարեկամական հարաբերությունները լրացուցիչ դինամիկա են ձեռք բերել, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունելով Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Ակբար Ահմադյանին։ Բարձր են գնահատում, որ Ռուսաստանի հետ գործակցությունը մնում է առաջնահերթություն նոր նախագահ Մասուդ Փեզեշքյանի համար, ասել է Պուտինը, շեշտելով, որ Իրանի նախագահին սպասում են Կազանում հոկտեմբերի 22-ից 24-ը կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։ Ըստ Կրեմլի Պուտինը նաև նշել է, որ ուրախ կլիներ Փեզեշքյանին Ռուսաստանում տեսնել պաշտոնական առանձին այցով, որի շրջանակներում ակնկալում են ստորագրել նոր խոշոր միջպետական պայմանագիր, որն էլ ռուս-իրանական հարաբերությունը կհասցնի ռազմավարական գործընկերության նոր մակարդակի։ Վիետնամում Յագի թայֆունի զոհերի թիվը հասել է 233-ի, ավելի քան 800 մարդ վիրավոր է, շուրջ 100 մարդ դեռ անհետ կորած։ Մայրաքաղաք Հանոյի որոշ շրջաններ դեռ հեղեղված են, չնայած ափերից դուրս եկած Ռեդ գետի ջրերը որոշ չափով հետ են քաշվել։